Այն մարդիկ, ովքեր որ ուզում են իշխանափոխություն անել, ես դրանցից ավելի շատ վտանգներ եմ տեսնում պետականության վերացման մասով։ Գոնե այս իշխանությունները, չգիտեմ, սխալներ գործելով, թերություններով իրանց եւ այլն, բայց փորձում են ինչ-որ բան անել։ Մի տեսակ նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Պապ Թագավորին էլ չեն սպանի, ինձ վախեցնում է, որ Պապ Թագավորից հետո հաջորդ ստացած իրավորդիները, որ ստացան իշխանություն, եղավ պետականության կորսվեց այն ժամանակվա հայկական մեր թագավորությունը։ Դե եթե զուգահեռներ տանենք, վախենամ հաջորդ իշխանությունը, ով որ կզավթի, թե իսկապես կընտրվի Նիկոլ Փաշինյանից հետո, կտպավորություն կլինի հայ ժողովրդի մոտ, կուրախանան, կողքեվորվեն, կմտածեն սա վсё հաղթանակ է, վերջացավ ամեն ինչ, բայց չգիտեմ, որ կարող է կրկնվի իսկապես 1600 տարի առաջ այդ նույն պատմությունը, ինչ եղել է մեր հետ, հայկական պետականության վերացում։ Սա թող չդիտվի, որ ես այսօրվա իշխանություններին պաշտպանում եմ եւ հակառակը թող հենց այս իրավիճակում, եթե անվստահություն է հայտնել գյումրեցին, եթե անվստահություն է հայտնել Փարաքյարցին եւ վստահ եմ ամբողջ Հայաստանի մասշտաբով անվստահության մեծ զանգված կա այսօրվա իշխանությունների մասով, թող հայ ժողովուրդը անվստահությունը պահպանելով, բայց թույլ չտա, որ իշխանությունը զավթեն այն նույն մարդիկ, ովքեր որ պետությունը բերել հասցրել են 2018 թվականի վիճակին։